տեսեք, ստեղ մի հատ էլ ունենք փոքրիկ վայրի թթենիներ, արդեն ճկուտ մատիցս հաստ, նայեք, ու ինչն է կարևոր, երբ որ ծառը ոնց հասկանաս պատրաստա թե չէ, նայեք, իրա հյութը ոնց է դուրս գալի, երբ որ կտրում ես սուխոյ է ինքը չարժ է, նույնիսկ սա այնքան հարմար է, կարանք աշկապատվաստել անենք, հիմա փորձենք ճեղքապատվաստն անել, հետո եթե կարացա մի հատ աշկապատվաստ կանենք, հիմա ինչ ենք անելու, մի րոպե ընդհատեմ, հիմա կտրունը մշակում ենք, ու ինչ ենք երկու հատ դնում, հետագայում որը որ լավ աճեց, մյուսը հեռացնելու ենք, որպեսզի ինքը իր վերքը փակի եւ մի կենտրոնական ուղեկցող ունենա։ Երկու հատ դնում ես, այսինքն հնարություն ես տալի կպչողականությունը ավելի բարձրանալու, որ այս ծառը վայրի ծառը դառնա պատվաստած ծառ։ Նորից սև վայրի սև թթենուց, այն ուժեղ աճող թթենու վրա պատվաստում ենք մուրաբի սև թութ։ Իր բողբոջից երևում է։ Նորից ճեղքի մեջ սեպի պես խրում ենք կտրոնը, ուշադիր ենք լինում, որ դրսի մակերեսը հավասար լինի, այս մյուսն էլ այս կոմի վրա մի հատ մաքրեմ իրեն, այս էլ այս մասից ենք խրում, էլի սեպի պես, մի փոքր այգու մածուկ ենք քսում, այսի նյութերի մեջ ցույց եմ տալի միշտ, նպատակն է, որ գոլորշացումը կտրվածքից և դրսից անձրևի ջրի ներթափանցումը կանխի, ոնց որ վերքը փաթաթես էլի, ու այնպես եմ անում, ոնց որ զամասկելով էլի, որ այս վերևի հատվածը ինքը բաց հատված չունենա, հետո այս այգու մածուկի մի հատվածը, այն տակի մասից թեթև բարակ քսում եմ, բայց ուշադիր պետք է լինես, որ կեղևի արանքը չմտցնես, այնուհետև սկսում ենք ժապավենով փաթաթել, եթե ժապավեն չես ունենում, կարաս թափանցիկ տոպրակներով, այն պոլիէթիլենային տոպրակներով փաթաթել, խիտ թափանցիկ կամ բաց գույնով, որ արևի ջերմությունը, այսինքն սևով չարժե էլի անել։ Այս վերևի հատվածը լավ ձիգ ենք անում, հետո քարկապի պես բերում ենք, վերջ, սա էլ ավարտեցինք, հլը մոտեցրու, նայ, նույնիսկ բողբոջները, սա կտրոնի ծայրամասային բաներով արեցինք, որ ծայրերը վերքեր չունի, ինքը բողբոջները հենց գլխի վերևում է, հետո սրան մի հատ շիշել կհագցնենք, որպեսզի էլի ավելի տաք և հարմարավետ լինի, հիմա ընդհատի,